5 տարում 300,000 նոր աշխատատեղ, սա ուժեղ Հայաստան դաշինքին նախընտրական խոստումներից մեկն է։ Օրեր առաջ այս ուժի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը նախընտրական քարոզչության ժամանակ դաշինքի վարչապետի թեկնածու եւ իր հորեղբայր Սամվել Կարապետյանի մասին հայտարարեց. Ինքը կարճ է խոսում, ուղիղ է խոսում, բայց դրանից հետո գործ կա։ Իսկ քանի ընկերություն կամ արտադրություն է ստեղծել միլիարդատեր Կարապետյանը Հայաստանում, քանի քաղաքացու է ապահովել աշխատանքով եւ ինչ չափով է վարձատրում նրանց։ Սամվել Կարապետյանը, որ պարտավոր է որպես կուսակցության ղեկավար գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, մինչ օրս չի ներկայացրել այն։ Այդ կապակցությամբ հանձնաժողովը վարույթ է հարուցել։ Ֆակտոր TV-ն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ուսումնասիրությամբ գտել է Սամվել Կարապետյանին պատկանող եւ նրա հետ փոխկապակցված 45 ընկերություններ եւ պետական եկամուտների կոմիտեից պարզել դրանք քանի աշխատակից ունեն, վերջին տարիներին նրանց քանակն ավելացել է թե պակասել, նաեւ հաշվել ենք այդ ընկերություններից առավել խոշորներում 1 աշխատողի միջին աշխատավարձի փոփոխությունները 2023-ից 26 թվականներին։ Այսպիսով պարզել ենք, որ այս 45 ընկերություններն իրար հետ 2026-ի ապրիլի դրությամբ ունեցել են 9275 գրանցված աշխատող, ընդ որում վերջին 2 տարիներին նրանց թիվը կրճատվել է 2024 թվականի համեմատ 229-ով։